Վայ ժողովուրդ ջան, էլի մոռացել էի, այնտեղ Ռուբեն Վարդանյան կար, Ռուբեն Վարդանյանն ինչ-որ պատրիոտический բաներ էր ասել, զանգել էր տղուն պատրիոտический բաներ էր ասել, իրան իմ կարծիքով ցմահ է դատել, հետո այն ուզում էր գործը նորից վերաբացեր, փաստաբանին բան արեց, հրաժարվեց իրա, տեսնես ինքը ինչ կլինի, միթում նրանք եկան, ես էլ ես մեկի մասին եմ մտածում, չէ, բայց ես էլ կգա, բոլորներ կգան, ամենաշատը հենց Ռուբեն Վարդանյանն եմ ուզում, բոլորներ գալու են, պարզապես եթե Ռուբեն Վարդանյանի մասին մի բան իմանաք, իրան ինչ են պատրաստում անել, այդ նորություններում, իրանց աննորմալ նորություններում, եթե լսեք, մի հատ ասեք իրան ինչ են ուզում անեն, էլի ինձ գրեք մի հատ գրեք ինձ, տեսնեք դրան ինչ են ուզում անեն, այդ պատրիոտически խոսացել էր, և ինքը ոչ մի բան ընդեղ չի արել, պատերազմից հետո գնացել է, восстановление Արցախը էլի, դա ընդհանրապես не с той оперы, բայց լեզվին է տվել, չալինելու, կարող նրանք էլ են լեզվին տվել, ինչ գիտես, նրա հարազատները Ռուսաստանից ասում են ինչ-որ բան, ես մեկերը չեն ասում, ինչ չի, որ մեկին թողում են զանգեն, ես մյուսներին չեն թողում զանգեն, սրանք էլ են հաստատ զանգում, ինչ-որ մի բան ասում են, էլի, սրանք և ավելի ճիշտ են անում, չեն աֆիշիրվեց անում, ասել է, իրանց համար ինֆորմացիա են պահում, նրանք աֆիշիրվեց են անում, իսկ են որ ասում է, տեղն է, այն, ախր, խոսում ենք այսօր, մեկը այն Վարդան Ղուկասյանի մասին էր խոսում են, բլոգերը էլ են, դոգի, ախր, ոնց ես ասեմ, մարդիկ տարբեր են, տարբեր ճանապարհներ են անցել, հիմա այդ մարդը զինվորական ա եղել, գնացել ա ստուգումների, ինքը մենակ նիդաստատիկներն ա տեսել, հասկանում եք, իսկ այդ մարդիկ ինչ պալեզնե բաներ են արել, Արցախը ոնց են պահել, ինչ լավ բաներ են արել, ինքը դրա մասին չգիտի, ինքը գնացել ա տեսել ա զինվորները վատ են, հա ուտելիք չկա, հա այս չկա, հա այն չկա, ես էլ եմ շատ մեղադրում, Հայաստան ծեղքը գնում են, արցախցիներ շատ վատ են նայում, ահավոր վատ են նայում, հա լսել եմ, Շվաբերդի մասին եմ լսել, ծանոթել եմ ունեցել, որ եկել ա, պատմել ա, ինչ արել, որ արցախցի տղաները ծանոթով մնում էին Արցախում, իրանց էլ ասում էին դուք ստեղ հույր եք, հլա մի բան չեղած, կանչում էին ընկերներին, ռազբորկեքի, սրանք չէին կամ Հայաստանից կանչեն, նրանք Արցախից մոտիկ են, հա լսել եմ, դոգիներ եմ լսել, որ Շուշիում ինչ էին անում, որ մի սմետանի համար, մի տանձի համար դատում են, լսել եմ, ժողովուրդ ջան, լսել եմ, նույնիսկ չէ, որ նախագահն ա գնացել դա արել, սովորական մարդիկ են, չի արել, սովորական ժողովուրդն են արել, նախագահն ա գնացել տրիբունալ դատավորին ասել սենց դատեք, նախագահն ա գնացել ասել տանձ են պոկել, լավ էլի, ժողովուրդ ջան, մարդիկ վատներ են արել, լավներ են արել, այն որ Քրիստոսին որ ասել է, ով որ մաքուր ա թող նա քարը շպրտի, ոչ մաքուր մարդու վրա, ու հետո ոչ մեկ չկա թե շպրտի, դուք սաղ մաքուր եք, ժողովուրդ ջան, որ դանցել ասում եք էս են, գնացել ինքն է զինվորը հացը 6 կերեր, զինվոր առանց հացի է եղել, էլ չեմ ասում Երևանից ինչ ասես թե չէին անում, լավ էլի ժողովուրդ ջան, հա հետո ինչ, դուք էլ մեղքեր ունեք, չէ,
Մերոնք են, թող գան, մենք դատենք մերոնց։ Մենք դատենք։ Իսկ որ ես համաձայն եմ, հարուստները չեն դատվում, համաձայն եմ, որ կան այստեղ չեն դատվի, հարուստները չեն դատվում, համաձայն եմ, ժողովուրդ ջան, համաձայն եմ, բայց այդ մարդկանց համար, որ այդքան փող են սիրում, այդքան փող կորցնել են, էլի մեծ պատիժ է։ Համաձայն եմ, բոլոր հետ հարուստները չեն նստում։ Ժողովուրդ ջան, չի կարելի էլի, չի կարելի էլի, այսօր այնքան մի հատ մարդ զալես տարավ, դուգը տեսել է, ինչ տեսել է ինքը, ինչ տեսել է ինքը, ոնց են Արցախի հարցերը պաշտպաներ Մինսկի խորհրդում, ուրիշ բաներ ոնց են արել, լավներ են չի արել, կառուցել են, Արցախ ավելի լավ էր զարգանում, քան թե Հայաստանը, ավելի արագ է զարգանում, քան թե Հայաստանը, աշխատավարձն ավելի բարձր էին, քան թե Հայաստանում, զարգանում էր Ադրբեջանից էր, Հայաստանից էր ավելի արագ։ Ինչի դա չեք նայում։ Ու շատ բան չեք, չեմ ասում լավն են, ես այդ մարդկանց չեմ ճանաչում, չեմ տեսել, չեմ ճանաչում։ Բայց հայ են, թող Հայաստանում էլ դատվեն, հա։ Համել այսքանից հետո էլ ինչ դատվեն։ Այնտեղ մի օրը երևի արդեն այստեղ 10 տարի արժի։ Դեն դատվեցին էլ ինչ դատվեն։ Ձեր մարդիկ են վերջով, ոչ մեկս էլ աստված չեն որ դատենք, չեն բռնել մարդ չեն մորթել, գլուխ չեն պոկել, չգիտեմ ինչ չեն արել, հա իրանց ղեկավարման ժամանակ անարդարություններ, չգիտեմ, այն մնացածն է որ ղեկավարում են, հա, ամեն ինչ է արդար է, հա։ Մարդ են, վեսնեն մարդ մորթեն, դիտավորա վատություն, ես էլ տանել չեմ կարող վատ մարդկանց, տանել չեմ կարողանում, բայց բան կա էլի, վատ մարդու ժստոկի, չգիտեմ ինչ, ղեկավարել են, հիմա ես շատ բան ես տեսնում ինչի, ամեն ինչում նախագահն է մեղավոր։ Նախագահներ գնում է տեղքի հացը վեցնում, ծախում, նախագահներ գնում կամանդիրներին ասում երեխեքին տփեք, նախագահներ գնում, ժողովուրդ ջան, ժողովուրդ գոյությունը դուք եք, ժողովուրդն է այդ ամեն ինչ անում, ժողովուրդը, վայ, նախագահներ գնում ասում երեխեն տանձավեցրեր կամ սմետանավեցրեր, գնացեք դիմում իսկ ներկայացրեք ու դատեն, հա, շուշ բանտում ինքներ գնում ասում է, հա, պետք է հետևեր, չէր հետևում, հա, բայց նենց չի, հլեմ են ով անում են, նրանց դատեք։ Լավ, բայց Ռուբեն Վարդանյանի մասին մի բան իմանաք անպայմանից գրեք ժողովուրդ ջան, որտեվ Իրանը մի քիչ պատրիոտическի բաներ շատ խոսած։ Իրան ընդհանրապես դատելու բան չկար, ընդհանրապես առաջինը պատերազմը, ամեն ինչ է լինում, մարդեր են սպանում, չգիտեմ ինչ որոշումներ են կայացնում, ի վնաս թշնամուն, նայեք պատերազմը, Իրանը չեն արել։ Это военные преступники, առաջինը։ Իսկ այդ մարդը պատերազմի ժամանակի չի եղել, եկել է восстанавливать Արցախ, после военного Արցախ восстанавливать։ Եկել է դա է արել։ Մի հատ էլ ասեք թալանել է, ինչ էր թալանում, ինքը չուներ, հա, այդ բանկերը, բաները, եսի մինչ են միցենատ այդ սախեջ, Արցախն է թալանում, համոզված եմ, որ հակառակը, գումարներ էր բերում։ Մենք էլ չենք այդ մարդուն թալան ասենք։ Եկել է այն ժամանակ, որ Արցախը ջարդխուր դեղած է եղել, բան չի եղել, պետք էր կառուցել, որ հետո հիմնարկությունները աշխատեն։ Ինչ պետք է այդ ժամանակ բան անել, թալաներ։ Որ իմանաք, չգիտեմ, բայց չգիտեմ, ես ասում եմ, ցանկությունները կատարվում են, բայց Ռուբեն Վարդանյանի վերջի խոսքերը տողն որ ասել է, ես հպարտանում եմ, բան, հայրենիք, բան։ Ախե նրանք ինչ են ամեն ինչը, իրանց հորը հերոսացնում ամեն ինչը ասում։ Թող բան հարցեր հենց կլուծվեր, կքարչեր գա, չգիտեմ ինչ, նոր բան անեն, հրապարակեն։ Նայեք մյուսներին ոչ մի բան չեն ասում, հաստատ զանգում են, չէ։
Նրան հեռախոս են տալի, մյուսներին չեն տալի, բայց մյուսները չեն ճալտում, չենք իմանում դրանց տանիքները որտեղ են։ Լավ, Ժորժ ջան, ես էլ տեսնենք ինչ ա լինելու։ Էլ այնքան այնտեղ բաներ ունենք, գերիներ ունենք, սովորական քաղաքացիներ, շուտ են մտել, թուրքերը չեն հասցրել դուրս գան, շուտ են մտել, տարել են, լիքը ընտանիքներ չեն հասցրել դուրս գան, եկել են տարել են, լիքն բայց որոնց պրիզնաց են արել, որ իրանց մոտ են, այդ դրանց թողում են, իսկ նրանց, որ պրիզնաց չեն արել, որ իրանց մոտ են, դրանց չեն թողի, բոլորը էտ են ասում, բոլորը, կան մարդիկ համար, որ բան են, էտ գերի են, ես ինքս Ռուսաստան եմ դիմել, չգիտեմ, բան եմ դիմել, մակ եմ դիմել, ստեղի մակը չի Ամերիկա, գրել եմ տարբեր մարդկանց մասին, բոլորը, Ֆրանսիայի, Գերմանիայի սեկրետարիատել եմ, Բունդեսթագի սեկրետարիատել եմ գրել, բոլորը միաբերան, եթե բան անեին, եթե ասեին իրանց մոտա մեզ հեշտ կլներ բերել, ոչ թե հեշտ, այ մեզ կարողանայինք բերեինք, բայց որ չեն ասում, որ ընդեղա, ապացույց չունենք, որ ընդեղա, պահանջել չենք կարողանում։ Ձեր ասածի հիմքը, ձեր գրությունները, ձեր նկարները, ձեր պատմածները ներկայացնում ենք, բայց չենք կարողանում, այդ ամեն ինչ իրանց համար ապացույց չի։ Եթե անգամ ես գերի եմ ունեցել, որ գերիները եկել են ասեն ընդեղա, անգամ կապեր Ռուսաստան ադրբեջանցիների միջոցով կապեր Բաքվի հետ բան, ասել են հա ընդեղա, մի հատ Մուրադով կար, այդ Մուրադովներ էր ասում հա ընդեղա, այ Արեգ Հարությունյանն էր ասում, չէ մահացել է, համոզում էր, բայց Մուրադովը ասում էր ընդեղա, Ռուսաստանից ադրբեջանցիներին դիմել ենք, ադրբեջանցիները դիմել են յանց ամենեն ասեն հա ընդեղա, բայց օֆիցիալ Ադրբեջանը ասում է ստեղ չի, ինձ էլ ամեն տեղից գրեցին, եթե Ադրբեջանը պրիզնաց չի անում, որ իրանց մոտ է, այդ մարդկանց դժվար թե կարողանաք բերեք, իսկ մերոնց դիմեցի, մերոնք ասեցին, որ ում պրիզնաց չի արել, նրանք հաստատ չեն գա։ Եթե արտերկրում ասում էին դժվար է, շատ դժվար կլինի բերելը բան, որ պրիզնաց անեին, կարայինք էլի մի բան անեինք, իսկ Հայաստանում ում դիմեցի ասեցին հնարավոր չի տալու, այն ում որ պրիզնաց արել են, դրանք գալու են, ում ասել են, որ ստեղ են, դրանք գալու են, դեռ ես արցախցիները չէին եկել, արցախցիները չէին ընկել, ու իսկապես եկել են նրանք, ովքեր պրիզնաց են արել, ում ապացույց չկար, որ ընդեղ էին, ոչ մեկ չի եկել, չես կարող ապացույցես, ասում են տենց բան չկա, մեր մոտ չկա, չգիտեմ որտեղ է, մեր մոտ չի, այն գերիներ, որ ցուցմունք ա տվել, ասել է, անունը ինչ ուզում եք ասեք, չեմ ասի ու վերջ, տենց, լավ տեսնենք, Ռուբեն Վարդանյանից ինչել է, դրանց սաղ հետևում են, բան են անում, են մյուս խեղճերը, վաբշե անտեր, կան որ ընտանիքներով են մնացել, չգիտեմ,